Թևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր։ Քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Ողջույն, տաղավարում այսօր հյուրընկալել են կինոռեժիսոր Արտակ Ավդալյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իտալացի ռեժիսորներից Ֆելինին ասել է, որ կինոռեժիսորը իրեն պատկերացնում է Կոլումբոս, ով գնում է Ամերիկա հայտնագործելու, իսկ խումբը երազում է, թե երբ է գնալու տուն։ Հիմա ով է ռեժիսորը, ձեզ եւ դուք ինչպիսի ռեժիսոր եք։ Ինձ համար ռեժիսորը դա մի մարդ է, որ ամբողջ կյանքը ուսումնասիրությունների մեջ է եւ աշխատանքի process-ում եւ մինչեւ նկարահանումները սկսելը ես աշխատանքի եւ ուսումնասիրությունների մեջ եմ։ Ինձ դա հետաքրքիր է։ Որևէ բան հայտնագործելու ուղղությամբ մտածել եք, թե արդեն հայտնագործել եք։ Եղել է շատ դուր, ինչ որ նկարահանումների ընթացքում հայտնագործել են, կարող եմ դրվագ պատմել, երբ մենք Արտակ Մովսյանի հետ երջանկայի շատակ իմ լավ ընկեր Արտակ Մովսյանի հետ նկարահանում էինք ֆիլմերից մեկը, կարծեմ Ուրարտուն, արդեն հստակ չեմ կարող հիշել, եւ մենք գնացել էինք նկարահանումների Իրանի Իսլամական Հանրապետության տարածք, քանի որ Ուրարտուն այս ժամանակ տարածված էր եղել եւ Իրանի մի մասը Ուրարտուի մեջ էր եղել։ Նախ ասեմ, որ մեզ թույլ չտվեցին գնալ նկարահանումների Իրան, եւ հետո մենք մեր ընկերների միջոցով նենց կիսա լեգալ զրույցներում հասկացանք, որ խնդիրը ինչումն է, որ թույլ չեն տալիս, քանի որ Իրանում մի հստակ տարածված կարծիք կա, որ Հայաստանը միշտ եղել է իրենց իշխանության տակ, այսպես ասենք, իսկ մենք նկարում էինք այն ժամանակաշրջանի մասին, երբ որ Իրանն է եղել Հայաստանի պետականությունների իշխանության տակ, եւ մենք գնացինք փնտրելու մի սահմանակար, այսպես ասեմ, կարծեմ դա ուղղակի ֆիլմի համար չէր, բայց մեզ կարևոր էր, որտեվ կարծեմ դա Արտաշես Սարգսյանի սահմանակարերն էր, հստակ չեմ կարող ասել, որտեվ այդ ամենիչով իհարկե Արտակ Մովսյանը ավելի շատ գիտեր, քան ես նրա, այսպես ասեմ, փոքր եղբայրն էի այդ հարցերում, եւ գտանք այդ շատ հեռու 280 կիլոմետր Իրանի տարածքում խորացել էինք եւ հասնում էինք արդեն դեպի ծով, Կասպից ծով։ Եվ այդտեղ սարերի մեջ Արտակը գտավ այդ քարը, դա չէր մեր հայտնագործությունն իհարկե, քարը գտավ, նկարեցինք, մենք էլ Արտակը բարձրացավ քարի կողքը ու ապշած ներքև էր նայում։ Ես բարձրացա, տեսա, որ ներքևում մեր զորած քարերի նման այդպիսի մի հատ տարածք կա, որտեղ այդպես քարեր են շարված դրած, որի մասին ոչ Արտակը գիտեր, ոչ էլ որևէ մեկը գիտեր։ Մինչև այսօր էլ այդ մասին ոչ ոք չի խոսում։ Այնպես որ հայտնագործությունները լինում են եւ մեր գործի ժամանակ։ Դա ո՞ր թվականին է եղել։ Որ թվականին էր, երևի մի 10 տարի առաջ կլիներ, հստակ չեմ կարող ասել։ Դուք կինո ոլորտ մուտք եք գործել թատերական ավարտելուց հետո, չէ՞, Սանկտ Պետերբուրգում եք սովորել, չնայած նախքան դա, որքանով ես գիտեմ, երկար տարիներ աշխատել եք հեռուստաընկերություններում, բայց ինչպես ձեզ հեռուստաընկերությունից խլեց կինոն վերջնական։ Տեսեք, ես սովորել եմ նախ Սանկտ Պետերբուրգում, կոչվում էր կինոյի, թատրոնի, երաժշտության ինստիտուտ, այնտեղ սովորել եմ հեռուստառեժիսորայի բաժինը, բայց մինչ այդ ես արդեն աշխատում էի տելեֆիլմերի Երևան ստուդիայում, մինչ այդ ես արդեն այստեղ ավարտել էի կինոտեխնիկումը եւ իհարկե կինոն ինձ հետաքրքիր էր, բայց ես երբեք չեմ երազել կինոռեժիսոր դառնալ։ Ընդհակառակը ես միշտ երազել էի քանդակագործ դառնալ եւ ամեն ինչ անում էի դրա համար, նկարում էի ամբողջ կյանքս, բայց հետո ինչ-ինչ պատճառներով դա չստացվեց։ Ես ընդունվեցի կինոտեխնիկում, ավարտեցի եւ սկսեցի աշխատել տելեֆիլմում որպես հնչյունային տեխնիկ ընդհանրապես, բայց հետո կամաց անցա որպես ռեժիսորի ասիստենտ, հետո գնացի կրթություն ստացա, հետո դարձա ռեժիսոր, բայց միշտ ինձ հետաքրքրել է հայոց պատմությունը, մեր մշակույթը, մեր ազգը եւ նույնիսկ Սանկտ Պետերբուրգում դիպլոմային աշխատանքի ժանրը որոշելու ժամանակ բոլորը մտածում էին կուրսեցիներս, վարպետը, թե ինչ ժանրի մեջ է Արտակ այս ֆիլմը անել, վարպետ եկավ եզրակացության, որ սա նոր ինչ-որ բան է, որը կոչվում է սիրո բացատրություն իր հայրենիքին։ Այդպես էլ մինչև այսօր ես այդ բացատրությունը կրում եմ եւ շատ երջանիկ եմ դրա համար։ Ուղղվածության մասին էի ուզում հարցնել, մի անգամից դուք
ավելի շատ տպավորություն հենց փաստավավերագրական պատմական ֆիլմերից։ Ուղղվածությունը իհարկե շատ ավելի փաստավավերագրական, որտեղ ինձ նա հետաքրքիր է, նոր ասացի, որ բացի ուսումնասիրությունները, որը ես անպայման եթե ոչ հեղինակին հավասար գոնե կես այդ ուսումնասիրությունները անում եմ, կարդում եմ հենց այսօր էլ ես կարդում եմ նյութեր հայոց պետականությունները ֆիլմի համար, բայց փաստավավերական ֆիլմը նաեւ ինձ հետաքրքիր, որ հետո նկարահանումների ժամանակ նոր հայտնաբերություններ ես անում, հայտնագործություններ, նոր բաներ ես տեսնում, հետաքրքրում, ավելի ինչ որ բան բացահայտում ես։ Բայց ես նկարել եմ եւ խաղարկային գեղարվեստական ֆիլմ, Նարեկացու մասին հովիվը ֆիլմը, եւ հետո ունեմ գրված սցենարներ գեղարվեստական ֆիլմերի եւ այսօր մենք պատրաստվում ենք երկու գեղարվեստական ֆիլմ նկարահանել, որոնց սցենարը ես եմ գրել, ցավոք սրտի ես եմ գրել, դա էլ մի ուրիշ պատմություն է, ինչու եմ ես գրել սցենարները, մեկը դա Ներսես Շնորհալի, մենք պիտի նկարենք, եւ երկրորդը Կարդինալ Աղաջանյան, որի մասին Հայաստանում շատ քիչ բան գիտեն, ցավոք։ Կարդինալ Աղաջանյանը այն մարդն է, որ փոքր հասակում ախալցխայից Կարնեցի գաղթականների ընտանիքում է ծնվել, փոքր հասակում գնացել է Հռոմ եւ այնտեղ սովորելով հասել է կարդինալի աստիճանի եւ երկու անգամ եղել է Հռոմի պապի թեկնածու եւ մի անգամ նույնիսկ ասում են, որ ընտրվել է, բայց չեն ուզել, որովհետեւ երկու անգամ էլ խանգարել են եւ սովետի KGB-ն եւ ՑՌ-ում եւ մասոնները եւ խանգարել է իտալական SIFAR-ը, դա գաղտնի ոստիկանություններ։ Այնպես որ նույնիսկ կարծում եմ, որ մարդասպանությունների են հասցրել, որպես խանգարեն իրեն, որպես քանի որ ազգությամբ հայը այդ ժամանակ դեռ չէր կարող դառնալ Հռոմի պապի կարդինալ, ժամանակ միայն իտալացիներն էին դեռ ընտրվում որպես Հռոմի պապ։ Սցենարիստների հետ ինչու չեք համագործակցում։ Դա ասացի, մի ավելի զավեշտալի պատմություն է, երբ որ ես ինչու ես սկսեցի գրել։ Մենք գաղափար ունեինք նկարել ֆիլմ Մաշտոցի մասին։ Ինձ շատ հետաքրքիր է Մաշտոցը ով էր, ես իհարկե բավական գրքեր կարդացի հետո մեր տառերի գյուտը գտնելը, այսպես ասեմ, հա, եւ մի քանի մարդկանց հետ սցենարիստների հետ հանդիպեցի, որոնց հետ խոսելուց դեռ ամբողջ գաղափարը չբացատրած ինձ ասում էին ինչքան գումար ես տալու։ Դա ինձ միանգամից հետ էր վանում, որտեվ ես գոնե իմ աշխատանքի մեջ չեմ հենվում, թե ինձ ինչքան գումար են տալու։ Օրինակ Թաքուիների ֆիլմից ես ոչինչ չեմ աշխատել, ոչ միայն ես, ամբողջ իմ խումբը ոչինչ չի աշխատել, ամբողջ դերասանների կազմը ոչինչ չի աշխատել։ Մենք չենք ունեցել ոչ մեկին վճարելու։ Եվ երբ որ այդպես ասում էին, ես միանգամից հետ էի կանգնում, տեսա որ չէ, ոչինչ չի ստացվում, չեմ գտնում այն սցենարիստը, որը կուզեի, որ իմ կողքին աշխատեր, ասեցի ես փորձեմ գրել, որովհետև ես արդեն մի սցենար ունեի գրած արդեն լիամետրաժ ֆիլմի, որը մեր խմբի ճամփորդությունների մասին էր, հիման վրա էր, Արևմտյան Հայաստան կատարած ճամփորդությունների հիման վրա էր, որը կոչվում էր 301 հոդվածը։ 301 հոդվածը դա Թուրքիայում այսօր այն հոդվածն է, որով ցանկացած մարդով կօգտագործի ցեղասպանություն բառը կարող է 3-ից 4 տարի ազատազրկվել։ Եվ իմ մի ծանոթ ասորի հոգեորական Դիարբեքիրում բնակվող 4 տարի ազատազրկվել էր հենց այդ թեմայով խոսելու համար։ Եվ Մաշտոցի սցենարը ստիպված ես գրեցի, իհարկե շատ կարդացի, գրքերը կարդացի, այնքան հետաքրքիր էր կարդալ։ Ինձ օգնեցին իհարկե իմ պատմաբան ընկերները, Արտակ Մովսիսյանը, գոնե ուղղություն տալով, թե ինչ կարդամ, որը շատ կարևոր է։ Հետո գրեցի, բոլորը հավանեցին, շատերը նույնիսկ զարմացան, թե ես ինչ հայտնագործություններ եմ արել այդ սցենարի մեջ, բայց չկարողացանք նկարել, գումար չճարեցինք։ Դա է ուզում հարցնել, երկար ժամանակ գումար փնտրել եք, բայց ոնց որ դեռ չեք գտել։ Գումար ճարելը ամենաբարդ աշխատանքն է մեր գործում։ Գիտեք, ես
շատ դժվարանում եմ ինչ որ մեկին գնալ ասել ինձ փող կտակ կինո նկարեմ։ Ես այդ մարդը չեմ։ Ես գտնում եմ, որ մեր կողքին պետք է կանգնեն այն հայ ազգի մեծահարուստները, որոնք մտածում են հայ երեխայի դաստիարակության մասին, որտեղ կինոն դա այսօր ամենահզոր դաստիարակչական գործիքներից մեկն է։ Եվ եթե մենք ուզում ենք մեր երեխաներին դաստիարակել ազգասեր, հայրենիքը պահպանող եւ պաշտպանող, ապա մենք պետք է հայրենասիրական ֆիլմեր նկարենք։ Բայց սխալ է, երբ որ ինքը ռեժիսորը կամ սցենարիստը կամ չգիտեմ ինչ որ արվեստագետ, ես իհարկե ինձ արվեստագետ չեմ համարում, բայց ինչ որ այդպիսի մարդ գնում է եւ փորձում է ինքը խնդրել գումար, որպես ինքը ֆիլմ նկարի։ Ոչ, դուք պետք է գաք ինձ մոտ, ասեք մենք ուզում ենք այսպիսի մի գաղափար անել։ Ինչ ունես, արդյոք ունես այդպիսի համապատասխան գաղափար, եք համագործակցենք եւ ինչ որ գործ անենք։ Չէ, չկա տենց բան։ Օրինակ ասեմ ձեզ, ես ասորիների մասին 10 դոկումենտալ ֆիլմ ունեմ նկարած եւ ինչու ունենք այդ 10 դոկումենտալ, որովհետեւ Ամերիկայում կա մի հատ ֆոնդ ասորական, որին իմ ընկերներից մեկը, որ ազգությամբ ասորի էր Լինա Յակուբովան, որի հետ մենք այդ ֆիլմերը անում ենք, ինքը ուղղակի գրում էր, ասում էր, այսպես գաղափար ունենք, այսպես գաղափար։ Եվ առանց որևէ խնդիր, ինչքան որ մենք գումար ուզում էինք այդ գաղափարը իրագործելու համար, այդ ֆոնդը մեզ տրամադրում էր։ Ես այդպիսի հայկական որևէ ֆոնդ կամ չգիտեմ, մեծահարուստ ցավոք սրտի չունեմ իմ կողքին։ Որքանով ես գիտեմ, կինեմատոգրաֆիայի մասին օրենքով առանձին բաժին հատկացված է հենց ազգային ֆիլմերին, որ պետք է ընդհանուր բյուջե լինի, որ որոշակիորեն կհատկացնեն, հա, ֆիլմ նկարելու համար։ Ես պետության հետ չեմ առնչվում, պետական որևէ հիմնարկի հետ չեմ աշխատում, մենք այդպիսի փորձ ունեցել ենք մի քանի անգամ։ Գիտեք, ցավոք սրտի մենք այս 30 տարիների ընթացքում, 30-ից անց մեր անկախության տարիների ընթացքում ոչ մի անգամ չունեցանք ազգային գաղափարներ կրող կառավարություն։ Առավել ևս այսօր դուք պատկերացնում եք, որ այսօր ես գնամ ասեմ, որ հայոց պետականությունների մասին ֆիլմ եմ նկարահանում, կֆինանսավորեն այդ պրոյեկտը, չեմ կարծում։ Ցավոք սրտի չեմ կարծում։ Իմ համար Մասիսարը արժեք է, իմ ներսում է նստած։ Հասկանում եք, ես ծագումով մշեցի եմ, ես չեմ կարող մոռանալ ոչ իմ հայրենիքը, ոչ ցեղասպանությունը, իմ ամբողջ մեծ Գերդաստանից մի հատ պապիկ սա փրկվել։ Ես գնամ պետությանը, այսօրվա պետությանն ասեմ, ինձ ֆինանսավորեք, ես Արատայի մասին ֆիլմ եմ նկարահանում, հա։ Դուք ռեալ եք համարում դա, պարոն Այկ։ Փորձը փորձանք չէ, գուցե իրականում օգնեն։ Ես մի քանի անգամ նորից եմ ասում, Արտակի հետ փորձել ենք, ես էլի այսպեսի սկեպտիկ եմ եղել այդ հարցում, Արտակը չէ, ոչինչ դիմենք, թող մերժեն եւ այլն։ Մի անգամ էլ Ոսկե Ծիրան կոչվածի ֆոնդին ենք դիմել, ցեղասպանության մասին այդ 301 հոդվածը որ ասեցի, այդ թեմայով, բայց բնականաբար ֆինանսավորում չենք ստացել եւ մի անգամ միայն մեզ հազարամյակների ճամփորդը Երևան ֆիլմի համար ֆինանսավորել է քաղաքապետարանը, Արտակը դիմել էր, այն էլ ես ինչքան հասկացա ֆինանսավորեցին, որովհետև հները գնում էին, նորերն էին գալիս, ֆինանսներ դեռ մնացել էին, կարողացան ֆինանսավորել։ Եվ մենք նկարահանեցինք այդ ֆիլմը, այո, քաղաքապետարանի տված գումարներով։ Նույն օրենքով պետք է ազգային ֆիլմերը հեռուստաընկերություններում ցուցադրվեն եւ ցուցադրվող ֆիլմերի 20%-ից պակաս չպետք է լինեն։ Բայց արդյոք մեր հեռուստաընկերություններում ցուցադրվում են ազգային ֆիլմեր։ Ես շատ քիչ եմ հանդիպում, հիմնականում այն ժամանակ, երբ եթերը լցնելու խնդիր կա։ Դուք չգիտեմ, դուք Թակուիների ֆիլմը դիտել եք նվիրյալները։ Ուրեմն Թակուիների ֆիլմը նվիրյալները միայն մի հեռուստաընկերություն է ցուցադրել, այն էլ ես իմ ընկերների միջոցով եմ իրենց դիմել, մյուսները ասել են այո, մի քանիսը ասել են հա կմտածենք եւ այլն, եւ մի հեռուստաընկերություն էլ, որի մասին հիմա պետք է չի նույնիսկ մտածել խոսել, ասել է դա քաղաքականություն է, մենք այդ ֆիլմը չենք կարող եթեր տալ։
Թագուհիների մասին ֆիլմը քաղաքականություն։ Դա քաղաքականություն է, որտեղ թագուհիները նվիրալներ էին, թագուհիները իրենց որդիներին, իրենց հայրենիքին, իրենց թագաժառանգներին էին պաշտպանում, Փառանձեմը նույնիսկ հայրենիք էր պաշտպանում, չէ, Փառանձեմը տվեց Պապ թագավոր, այսպեսի թագուհիները շինարարություններ էին անում, նվիրատվություններ էին անում, թագուհիները ոնց որ Զաբելը, ասենք, հիվանդանոցներ էր բացում, եւ դա մեծ քաղաքականություն է։ Ես կարծում եմ, որ ես քաղաքականության մեջ չկամ, բայց իմ գործերը դրանք մեծ քաղաքականություն են։ Թագուհիներից ում կերպարը կառանձնացնեք դուք։ Իհարկե Փառանձեմ, որը այնքան խելացի էր, այնքան հզոր էր, որ ամուսնու մահից հետո նույնիսկ կարողացավ ամբողջ Հայաստանը կառավարել, ամբողջ 2 տարի կարողացավ պաշտպանվել պարսկական զորքից, ավելի մեծաքանակ, եւ նույնիսկ ֆիլմում մենք այդ մասին խոսում ենք, որ երբ որ 2 պարսիկների կողմը անցած իշխաններ, հայ իշխաններ, պարսիկների կողմը անցած եկան նրան համոզելու, որ նա հանձնվի, նա ընդհակառակը համոզեց նրանց, որ նրանք անցան իր կողմը, բայց երբ որ պաշարման ընթացքում սպառվեց եւ սննդամթերքը եւ ընդհանրապես պաշտպանվելու կարողությունը, նա ստիպված հանձնվեց։ Մենք հիմա մեր օրերում կարողանում ենք հայ կնոջ կերպարը պահել։ Ես համոզված եմ, որ այո, այսօր մեր կանայք շատ հզոր են, մեր կողքին են, եւ մեր կանանցից լավը ես, որ ամբողջ աշխարհը պատտվել եմ, չեմ տեսել։ Ավելի գեղեցիկ, ավելի խելացի, ավելի նվիրյալ կին հայ կնոջից այնքան չկա ինձ համար։ Հայ տղամարդը միշտ եղել է կնամեծար։ Մենք նույնիսկ առաջի պետություն ունենք, մեր առաջի հանրապետությունում մենք ունեցել ենք 3 կին падգամավոր։ Մինչև այդ քաղաքակիրթ Եվրոպայում այդպիսի բան չի եղել։ Պատկերացնում եք, 3 կին падգամավոր ընտրվել են ժողովրդի կողմից։ Այսօր էլ կան, իհարկե այսօր էլ կան։ Գիտեք, ուղղակի այսօր վատը այնքան շատ է, որ այդ լավը կամաց նանյետ է գնում, շատ քիչ է երևում, բայց մենք շատ անհատներ ունենք եւ կին եւ տղամարդ եւ շատ հայրենասեր անհատներ ունենք։ Ես լավատես եմ, ես գիտեմ, որ մեր ազգին կոտրել չի լինելու, մեր ազգին վերանալ չկա։ Ինձ թվաց ասելու եք լավատես եմ, ապագայում կին է լինելու մեր ղեկավարը, փրկելու է մեր ազգին։ Կին էլ լինի, ես ուրախությամբ ձայնս կտամ այդ կնոջը։ Եվ հիմա տեսեք, ապագա գործերի մեջ ես անպայման էլի անդրադառնալու եմ կանանց կերպարին եւ կարծում եմ, որ շատ անելու բան ունեմ դեռ այդ առումով, կանանց մասին խոսելու առումով։ Դուք նաև պատմաբան Արտակ Մովսիսյանի հետ ֆիլմ եք նկարել, փաստավավերագրական իհարկե արհեստացին Ադրբեջանի մասին։ Այդ ֆիլմը Հայաստանի սահմաններից դուրս եկավ, որովհետև ես գիտեմ մի քանի լեզուներով է դա ներկայացվում։ Տարածման հետ կապված Գիտեք, մեր ֆիլմերի զգալի մասը մենք թարգմանել ենք տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, թուրքերեն, անպայման եւ թուրքերեն իհարկե, գերմաներեն ունենք թարգմանած։ Իհարկե, մենք այդ ֆիլմերը անում ենք, որ հանդիսատես տեսնի։ Մենք այդ ֆիլմերը անում ենք, որ ոչ միայն հայ հանդիսատես տեսնի, անգլախոսը, թուրքախոսը, գերմանախոսը, եւ դա դնում ենք ազատ համացանցում։ Մեր պատմության կեղծարարները Ադրբեջան 7 լեզուներով թարգմանված է եւ ազատ դրված է համացանցում։ Եվ կարծում եմ բավականին թուրքեր էլ եւ թուրքալեզու մարդիկ էլ նայած կլինեն։ Հետո եկեք չմոռանանք, որ մենք ունենք շատ հայեր, որոնք հայերեն չեն խոսում։ Անգլախոս ունենք, ռուսախոս ունենք, թուրքախոս ունենք, 3 միլիոնից ավել համշենահայ ունենք, որոնց վրա պետք է աշխատել, որ նրանք վերադառնան դեպի հայը, չէ՞։ Ինչ լեզվով պետք է մենք իրենց հետ խոսենք։ Թուրքերեն է իրենց լեզուն, ցավոք սրտի։ Մի փոքր մասն է, որ դեռ հայերեն խոսում է, հոպայի հայերը, մնացած թուրքալեզու են։
Բա ինչ լեզվով մենք իրենց հետ շփվենք։ Նրանք հայ են մնացել, նրանք գիտակցության մեջ դեռ այդ նստած այդ հայությունը։ Սասունում բավականին թուրքախոս եւ արաբախոս հայեր ունենք։ Եկեք չմոռանանք, մենք աշխարհով տարածված Ռուսաստանում այնքան հայեր ունենք, որ նույնիսկ չեն հիշում, որ իրենք հայ են։ Տեսեք, մենք նկարահանում էինք Վիրահայք ֆիլմը եւ ընկերոջս ցավոք էլի վաղամերիկ Արտուր Ապրեսովի հետ գնացել էինք Վրաստան նկարահանումների Կախետ, որտեղ մենք գիտենք, որ Կախետի մեծ մասը, զգալի մասը հայեր են, հայկական գյուղեր են, որոնք գնացել են տարբեր տեղից Արցախից, Դաշտային Արցախից են գնացել, Տավուշից, Լոռից եւ այլն գնացել են տեղ ապրելու։ Մենք մի փոքր գյուղի մոտ սկսեցինք, կանգնեցինք, սկսեցինք նկարահանումներ, շատ սիրուն մեծ եկեղեցի էր, հայկական եկեղեցի էր։ Սկսեցինք նա նկարել, մեկ էլ գյուղի մարդիկ հավաքվեցին բանով, սկզբից վրացել են այդներս փորձեցին խոսել, հետո ռուսերեն պատասխանեցինք, ով եք, ինչ եք անում, ինչ եք նկարում, հետո որ իմացան, որ հայ ենք, Երևանից ենք, ամբողջ գյուղը հավաքվեց մեր գլխին, որ այ իմ պապը հայ էր, այ իմ տատը հայ էր, մեկ սկսեց փորձեց կոտրտված հայերենով խոսել, այն սեղանը գցեցին արդեն կողք, սկսեցին մեզ հյուրասիրել, գինի բերեցին, մեկ սկսեց արտասանել հայերեն բան կամ երկու եղբայր ազգերի մասին, իրանց մոտ այդ ծնվում էր այդ մի անգամից բացվեց այդ որ իրանք հայ են։ Մենք շարունակեցինք մեր աշխատանքը եւ գիտեք մի քաղաք կա Վրաստանում, որը կոչվում է Սղնախ։ Սղնախը գիտեք հայերեն բառ է, Արցախի բարբառով նշանակում է ամրոց, ամրոցից տեղ։ Ամբողջ չինական Փարիզ ունեին, այդտենց քաղաքի շուրջը հավաքված երկու եկեղեցի։ Մեկը չէր գործում, մեկը արդեն դարձել էր վրացական, դարձրել էին։ Մի կին հանդիպեցինք, որը մաքուր հայերեն խոսում էր, շատ գեղեցիկ կին էր, ասեց ամբողջ ինչ տեսնում եք, ամբողջ այս քաղաքը հայ են, բոլորը, բայց երկու կին ենք մնացել, որտեղ հայերեն խոսում ենք։ Բոլորը հիշում են, որ իրանք հայ են, բայց արդեն չգիտես, վախենում են, ամաչում են, էլ հայերեն չեն խոսում։ Մեր գործը, մեր ֆիլմերի գործը, այդ մարդկանց պատմել, այդ մարդկանց պատմությունը պատմել եւ այդ մարդկանց պատմել հայրենիքի պատմությունը։ Մեզ մոտ պատմական ֆիլմեր ինչու չեն նկարվում կամ ազգային հերոսների մասին։ Ես վերջերս ընթերցել եմ Մոնթեի մասին հրաշալի գիրք, որ իր քույրն ու եղբայրն էին գրել։ Այ կինոռեժիսորները, եթե դա վերածեն ֆիլմի, ուղղակի շատ հետաքրքիր կլինի։ Այսինքն բյուջե չկա դրա համար չեն կամ թե իրենք չեն հետաքրքրվում դրանով։ Եվ բյուջեն չկա, ասեմ ձեզ։ Պատմական ֆիլմ նկարելը շատ ավելի թանկ է, քան ուրիշ ֆիլմ նկարելը, եւ մենք այդ փորձը չունենք, բայց դե փորձը ձեռք բերու իման է պետք է սկսել անել եւ գիտեք ամենաբարդը չկա ֆինանսավորողը մեր կողքի կանգնածը նորից անդրադառնամ դրան մեր կողքի կանգնածը չկա որ մեզ ասի ես քո ձեռքը բռնում եմ եկ երկուսով այդ գործը անենք հիմա մենք այդ պատմական օրինակ Ներսես Շնորհարին պատմական ֆիլմ է, չէ, շատ հայտնի մարդ, հայտնի կաթողիկոս, հայտնի երգահան, հայտնի փիլիսոփա եւ այլն։ Մեր կողքին կանգնած է այսօր այդ ֆիլմը նկարելու համար հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարխ Ռաֆայել Մինասյանը, որը հենց ֆինանսավորել էր եւ մեր Նարեկացի ֆիլմը։ Շատ դժվար է, գիտեք, գումար գտնել։ Ես այնքան եմ հասկանում այդ մարդուն, որ եւ ուզում է այդ գործ անել եւ այստեղից այնտեղից գումար խնդրելով մի կերպ կարողանում ենք այդ ֆիլմը անել ֆիլմը պետք է մի կերպ չլինի էլի հասկանում եք նորից անդրադառնամ Հայոց Թագուհիներին Հայոց Թագուհիները մենք նկարահանել ենք մեր ընկերների նվիրած գումարներով փոքր չնչին գումարներով երբ որ սկսեցինք ֆիլմը նկարել Արտակի հետ մենք հույս ունեինք, որ լավ, եկեք հարցազրույցները նկարենք Արտակ ջան, եւ հետո կգտնենք գումար, կգտնենք Արտակը կարողանում էր գումարներ գտրել։ Հետո ցավոք սրտի կորոնայի ժամանակ Արտակը մահացավ։ Եվ մենք նկարահանել էինք միայն հարցազրույցների մի մասը։ Ոնե իր հարցազրույցը մենք կարողացել էինք նկարել։ Հետո երկար ժամանակ ես ուշքի չէի գալիս, մինչև այսօր էլ ասեմ, որ ուշքի չէի գալիս, որտեվ
Արտակը բացառիկ մարդ էր, բացառիկ պատմաբան էր, բացառիկ հայրենասեր էր։ Երբ որ ասում են, որ անփոխարինելի մարդ չկա, ես համաձայն չեմ դրա հետ, որտեղ Արտակը գոնե ինձ համար անփոխարինելի մարդ էր եւ անփոխարինելի գործընկեր էր։ Հիմա մահացավ եւ մենք շվարած մնացինք։ Հետո փառք Աստծո ես շնորհակալ եմ ամբողջ իմ խմբին, որ բոլորը ասացին չէ։ Մենք պետք է շարունակենք եւ ավարտին հասցնենք այս ֆիլմը։ Մենք դիմեցինք եւ Արտակի ընկերներին, եւ իմ ընկերներին, եւ Արտակի ընտանիքը կինը եւ որդին մեզ օգնեցին այդ հարցում։ Մենք կարողացանք գումարներ հայթայթել, որովհետեւ կարողանանք այդ կոստյումները, շոյլի, հա, այդ զարդերը Ռուբեն Սարգսյան մեզ հաճույքով տալիս էր այդ ամեն ինչը։ Եվ մենք կարողանում ենք վճարել միայն տեխնիկական մասը եւ խումբ տանել նկարահանումների, տրանսպորտը, կերակուրը եւ այլն։ Այսինքն ոչ մեկս ոչ մի կոպեկ գումար չստացանք դրանից։ Եվ հետո էլ ազատ դրեցինք YouTube-ում թող ժողովուրդը նայի։ Եվ այսօր մենք արդեն 100,000-ից ավել։ Բայց ստացվում է մի նվիրալել հիմա կինո ռեժիսորներն են։ Այսինքն ոչ մի օգուտ, ոչ մի տեղից չստանալով ինչպես կարող են ստեղծագործել մարդիկ։ Կարողանում են ամեն մեկը մի տեղից կարողանում են ինչ-որ բան հայթայթել։ Մի մասը իհարկե հենվում են պետության եւ կինոկենտրոնի վրա, բայց ես այդ մարդկանցից չեմ։ Ինձ չի հետաքրքրում ոչ պետության տված գումարը, այսօրվա պետության, ոչ էլ երեկվա պետության տված գումարը, ինձ չի հետաքրքրում։ Ես կփորձեմ էլի իմ ընկերների միջոցով, էլի, չգիտեմ, հովանավորների միջոցով շարունակել իմ գործը եւ ես այսօր այդպես էլ անում եմ։ Մենք շուտով կսկսենք նկարահանել հայոց պետականությունների նորած ֆիլմաշար, արդեն Միքայել Մալխասյանի հետ պատմաբան, որը ժամանակին Արտակի աշակերտն է եղել, այսօր գիտությունների տեխնացու է, պատմական գիտությունների իմ շատ լավ բարեկամն է, մենք ընտանիքներով ենք բարեկամներ Միքայելի հետ եւ Միքայելը փոխարինում է Արտակին, ինչով կարողանում է, մենք երկուսով փորձում ենք Արտակին փոխարինել, շատ դժվարությամբ, բայց փորձում ենք։ Եվ մենք այսօր մեր կողքին ունենք գտնվեց մի շատ ճիշտ հայ, կարգին հայ, որը ազգությամբ հայ է, բայց ապրում է Ռուսաստանում եւ ծնվել է Շուշիում ժամանակին, որը խոստացավ մեզ ֆինանսավորել մի ճամփորդությունը առայժմ եւ տեսնի հետո դրանից հետո ինչ է ստացվում եւ հետո կսկսենք մտածել արդեն։ Իսկ մեզ պետք է ճամփորդել Իրան Իսլամական Հանրապետություն, Արևմտյան Հայաստան, որպեսզի մենք կարողանանք այդ տարածքները, որտեղ որ Արարատապետությունը ասում են, որ այդտեղ է եղել տարածքները, այդ տարածքները նկարել։ Օրինակ ասում ենք պատմական աշխարհագրության մեջ տերմին կա, որ Ուրմիալիչ թափվել է Արարատանով գետ։ Մենք պետք է դա գտնենք, նկարենք։ Շատ հեշտորեն ֆինանսավորում գտնում են օրինակ հումորային հաղորդումներն ու սերիալները, գովազդներ շատ կան։ Գովազդատուների հետ կապ հաստատել եք։ Ոչ։ Ես գիտեք ինչ, այսօրվա հումորային հաղորդումները ես չեմ նայում, որովհետև դրանք հումոր չեն, դրանք ծաղրուծանակ են։ Հումորը շատ ավելի լուրջ բան է։ Հումորը պարոնյանն է, հասկանում եք։ Այսօրվա այդ ծամացրություն անելը հումոր չի։ Ճիշտ այսօր դրանց գումար են տալիս։ Այո, սերիալներին գումար են տալիս, բայց չգիտեմ, դա վերջը մենք պետք է կարողանանք կոտրել, թե չէ։ Մեր աշխատանքով, մեր աշխարհայացքը ցույց տալով իրենց պետք է կարողանանք կոտրել, թե չէ։ Գիտեք, Աղամերի Սամվել Կարապետյանն ասում էր, որպեսզի հայրենիքդ սիրես, պետք է ճանաչես հայրենիքդ։ Մենք փորձում ենք այդ ծանոթությունը հայրենիքի հետ բերել մեր ժողովրդին, իսկապես երբ որ դու գիտես, տեսել ես, ճանաչում ես դրան, սկսում ես դա սիրել, երբ որ սիրում ես, դու պատրաստ ես դա պաշտպանել ցանկացած մարդուց։ Հիմա մենք այն օղակն ենք կրթական, հա, դպրոցից հետո կամ դպրոցի կողքին, զուր չէ, որ մենք մեր հայոց թագուհիների ֆիլմը տանում էինք դպրոցներ եւ դպրոցներում էինք ցուցադրում։ Եվ երեխաների գոնե զգալի մասը նայում էր։
Կային որ չէին նայում, կային ցավոք, բայց մի մասը նայում էր։ Փոքր լիներ, մեծ լիներ նայում էին։ Ինչքան էլ հասկանան, ինչքան էլ ընկալեն, դեք իրանց մեջ նստված կտա, ենթագիտակցության մեջ կմնա։ Այ մենք այդ դպրոցի կողքի օղակն ենք ֆիլմ նկարողներս։ Կինոթատրոններում ցուցադրելու փորձեր չեն արվում բոլոր ֆիլմերի մասին։ Արել եմ, կինոթատրոնել եմ փորձել տառնել, երբ որ բացատրեցի, որ մենք բյուջե չունենք, գումար չունենք, հայոց թագուհիները ֆիլմը նկարել են այսպիսի ձևով, ինձ ասեցին, մի կինոթատրոնում իհարկե ցուցադրել ենք, էլի Միքայել Մալխասյանը օգնեց իր ծանոթների միջոցով, բայց այն ամենակարևոր կինոթատրոնում, որ մենք միշտ անում ենք մեր ցուցադրությունը կինո Մոսկվայում, ինձ ասեցին 400,000 դրամ ցուցադրելու զալը վարձելու համար, չունեմ, ցավոք սրտի չունեմ այդ գումարը, թե չկտայի։ Մենք արեցինք կինոյի տանը շնորհանդես, մարդիկ մեզ աջակցեցին, հաճույքով տվեցին դահլիճը, այնտեղ ցուցադրեցինք։ Այսօր էլ եթե ինձ որևէ կինոթատրոն կամ որևէ հեռուստատեսություն դիմի, որ ուզում ենք հայոց թագիները ցուցադրենք, մեծ հաճույքով կընթառաջեմ, կտամ ցանկացած հեռուստաընկերության, բայց այդ դիմողը չկա։ Չգիտեմ, իրենց հետաքրքիր չի, թե իսկապես իրենք կարծում են, որ դա քաղաքականություն է եւ ավելի հեռու մնան քաղաքականությունից, դիմողը ցավոք դեռ չկա։ Ֆիլմերի թեմաները ինչպես եք ընտրում։ Ընտրում եք նրանք, որոնք ձեզ են հետաքրքրում, թե կարծում եք, որ հետաքրքրի հասարակության լայն հատվածին։ Ֆիլմերը, գիտեք, իրենք իրենց կյանքով ապրում են ֆիլմերը։ Մենք թեմատիկան ընտրում ենք այն ինչ որ մեզ հոգեհարազատ է։ Հետո թե ինչ կյանք ունենա ֆիլմը, այդ արդեն ես չեմ կարող կառավարել, ես թողնում եմ ազատ, այսինքն նավակը թողնում ենք ազատ լողալու։ Ուր գնաց։ Հա, ուր գնաց, որ կողմ գնաց, ինչքան գնաց։ Այսեք բանը հովիվը ֆիլմը օրինակ շատ ավելի դիտող ունի, 300-400,000-ից ավել մարդ դիտել է, բայց հովիվը ֆիլմը, այդ ֆիլմի հետ էլ շատ վատ վարվեցին, որովհետև ինչ որ մի սայթ ուղակի գողացավ, ուղակի հանրային հեռուստատեսություն ցուցադրելուց գողացան եւ առանց թույլատրության, առանց նույնիսկ զգուշացնելու, եթե ինձ ասեին մենք ուզում ենք դնենք, ես կասեի դրեք հաճույքով, դրեցին իրենց սայթում, անորակ վիճակում իհարկե, եւ կողքից կամ դեմից էլ գրված ման arm.torrent, ով են, ինչ է, նույնիսկ դա չգիտեմ էլ, այսինքն մշակույթը չկա, հասկանում եք, որ հեղինակից վերցնել ֆիլմը, հեղինակի հետ խոսել, հեղինակի ստանալ թույլտվությունը, այդ մշակույթը չկա մեր մեջ, ցավոք սրտի, դա կարևոր բան է, գիտեք, ես նորից եմ ասում, որևէ մեկի չեմ մերժելու, որևէ մեկի չեմ ասելու, որևէ մեկից մեծ գումարներ չեմ ուզելու, ասացի ձեզ, չէ, հարցադրից առաջ, թե ինչ գումարների մասին էր խոսքը, բայց ֆիլմը արված է, որպեսզի հանդիսատեսը տեսնի, ցույց չեք տալիս, դրա համար ես դնում եմ ազատ YouTube-ում, թող մարդիկ նայեն, այդպես։ Եթե առաջ ասացիք գումարի չափը, բացենք փակագծերը 8000-ից 15000-ի մասին էր խոսքը դրամի, բայց մենք որ արտասահմանյան ֆիլմեր ենք գնում, դրանք դոլարներ արժեն, չէ՞։ Այո։ Բա ոնց է լինում, որ հայկական ֆիլմի համար 8000 դրամ ունենք, նրանց համար դոլարներ ունենք։ Դե ես էլ կարող եմ ասել, բա ոնց է լինում, որ իրենց այդպիսի գումարներ են տալիս գնում են, իսկ մեզ չեն գնահատում ուրեմն մեր արած ֆիլմը։ Ուրեմն մեր պատմությունը կամ մեր մշակույթը չի գնահատվում։ Դրսից առած ֆիլմերը գնահատվում են, որտեղ նրանք փող արժեն։ Երբ որ դու ասում ես, չէ, ես պատրաստ եմ կամ անվճար կամ շատ ավելի մատչելի գնելով տալ, չի գնահատվում դա։ Ես չգիտեմ պատճառը։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Որևէ մեկը չի դիմել ինձ ասի, գիտես ինչ, արի այս ֆիլմը այս գնով վաճառենք, հա, ես էլ ասեմ, չէ, ինչ ես խոսում, դա այս ժամանակամ շատ թանկ է։ Չկա։ Ես չեմ անում։
Գիտեք, ես դրանով չեմ զբաղվում, ես ռեժիսոր եմ։ Հաճախ ստիպված եմ լինում եւ ասեցի սցենարիստ լինել կամ պրոդյուսեր լինել, բայց դրանք տարբեր մասնագիտություններ են։ Հասկանու՞մ եք։ Օրինակ եղել է ֆիլմ, որ ես կամերան վերցրել եմ ձեռքս, որպես օպերատոր եմ աշխատել, բայց դա ուրիշ մասնագիտություն է։ Երբ որ իմ կողքին կա կանգնած ինձանից ավելի հմուտ օպերատոր, ես իհարկե կամերայի կողմը նույնիսկ չեմ նայի։ Ես իր հետ կարող եմ զրուցել, թե ես ինչ եմ ուզում, նպատակները բացատրել, խոսել։ Երբ որ իմ կողքին կա կանգնած ավելի հմուտ պրոդյուսեր, ես իհարկե կես քայլ հետ կկանգնեմ, որպեսզի գործը առաջ գնա։ Ես ինչ չեմ համարում լավ պրոդյուսեր կամ լավ սցենարիստ։ Ես ինձ համարում եմ ռեժիսորը, որը կարողանում է գործ անել։ Մնացած պետք է իմ կողքին կանգնեն մարդիկ, որոնց եթե հետաքրքիր է իմ արած գործերը իհարկե, կանգնեն մարդիկ, որ ասեն, «Բեր ես այս քո գործը, կփորձեմ այստեղ վաճառել կամ այնտեղ ցուցադրել կամ այնտեղ, ես պատրաստ եմ բաց եմ բոլորի համար»։ Իսկ ընդհանրապես հետևում եք հիմա ինչ ֆիլմեր են նկարում, ինչ կարծիք ունեք ընդհանրապես։ Գիտեք, վերջերս աչքս ընկավ Facebook-ում, երբ որ թերթում էի, ես ինչու եմ Facebook մտնում, քանի որ իմ ամբողջ կուրսը աշխարհով մեկ տարածված է եւ մենք շփվում ենք այդտեղ, հասկանում եք, թե չէ, ինձ այդ Facebook-ն էլ հետաքրքիր չի, որովհետեւ ամբողջ այս մեր ազգին փչացնող մի էլեմենտ էր դա։ Եվ աչքիս ընկավ, որ մեկը գրել էր, որ առաջին անգամ Հայաստանում նկարահանվել է Տիգրան Մեծի մասին դոկումենտալ ֆիլմ։ Եղբայր Տիգրան Մեծի մասին Արտակ Մովսիսյանը 10 տարի կամ 15 տարի առաջ արդեն դոկումենտալ ֆիլմ է նկարել։ Գոնե կարողացեք ձեր կոլեգային հարգել, գոնե ամպագորգոր բառեր մի ասեք մենք նկարահանել ենք կամ փորձել ենք նկարահանել։ Ես միշտ ասում եմ, ես փորձել եմ այս գործը անել։ Ինձանից հետո արեք ինչքան կարող եք, ես միայն ուրախ կլինեմ, որ ինձանից ավելի լավ անեք։ Ես չեմ հետևում, թե ինչա կատարվում, որովհետև ցավոք սրտի ինձ դա հետաքրքիր չի։ Ես ունեմ իմ աշխարհը, իմ աշխարհի մեջ եմ, դա իմ ապագա գործերն են, դա նյութերն են, որոնց ես ուսումնասիրում եմ, եւ ով ինչ կանի, ինձ համար հետաքրքիր չի։ Հետաքրքիր բան կլինի կհրավիրեն, կգնամ կնայեմ։ Վերջերս հրավիրել էին, գնացի նայեցի, ֆիլմ չէր։ Էլի չեմ ուզում անուններ տալ, որ ջրավորեմ, բայց ես ոչինչ չխոսեցի։ Այ երկու կին էին դուրս գալիս, մեկը ասաց, սա ֆիլմ չէր, սա գիտական աշխատանք էր։ Այ ես նրա հետ համաձայն եմ։ Ֆիլմը ուրիշ բան է, գիտական աշխատանքը ուրիշ բան է։ Եթե դու անում ես ֆիլմ, պետք է ցանկացած մարդ դա կարողանա անցալել։ Հասնի եւ այստեղ հասնի մարդու։ Եթե դու անում ես մի այսպիսի ֆիլմ, որ երբ որ ասում են ականջը ցույց տուր, ձախ ականջը դու այսպես ես ցույց տալիս, հանդիսատեսը դա հետաքրքիր չի։ Փարաջանովի ֆիլմերը նայելու համար պետք է այն սիմվոլները, որ Փարաջանովը օգտագործել էր, դու կարողանաս իմանալ։ Դու պետք է կիրթ լինես այդ սիմվոլներում, որ կարողանաս Փարաջանովին հասկանալ։ Բայց դոկումենտալ ֆիլմը, փաստավավերագրական ֆիլմը պետք է անես, որպեսզի հասնի ցանկացած մարդու գիտակցությանը։ Իսկ այն ինչ որ ես տեսա, գիտական աշխատանք էր։ Հիմա ինչ են անում, ես չգիտեմ, ինձ հետաքրքիր չի։ Միգուցե սխալ եմ, միգուցե ճիշտ չի, որ հետաքրքիր չի, բայց չգիտեմ ինչու հետաքրքիր չի։ Կա թեմա, որի վերաբերյալ ուզում եք ֆիլմ նկարել, բայց ռիսկ չեք անում, այսպես ասած։ Ռիսկ չեմ անում։ Ռիսկ չեմ արել ցանկացած ֆիլմի սկսելուց առաջ։ Նարեկացուց առաջ օրինակ ինձ համար շատ վախենալու էր։ Երբ որ սցենարը դրեցին սեղանին, հայ Ռաֆայելը այն ժամանակ դեռ հայ Ռաֆայել էր, պատրիարխ չէր, սցենարը դրեց, ասեց կարդա, հետո կխոսենք, կարդացի, տեսա որ Նարեկացի։ Իհարկե ես Նարեկի հետ ինչ այդ շփվել էի արդեն, կարդացել էի, գիտեի Նարեկը ով է, ինչ է իհարկե, բայց ես ասացի, բայց ես ով եմ, որ ես կարողանամ Նարեկացու մասին ֆիլմ նկարել։ Հետո կարդալուց հետո ավելի շատ վախեցա,
նկարել նարեկացու մասին։ Հետո հրավերեցի զրուցելու իմ լավ ընկեր Արթուր Կարապետյանին, որը գլխավոր դերը կատարեց հենց նարեկացու դերը, եւ սկսեցինք խոսել, սկսեցինք նայել, բա ես նարեկացի խաղամ չեմ կարող եւ այլն գնաց։ Մեկ էլ գնաց երեկոյան զանգեց, ասեց, բայց չէ, պետք է անենք, ասեց։ Թող եթե նույնիսկ թույլ ստացվի, ված ստացվի, թող մեզանից լավը անող լինի, պետք է անենք, ինչու չանենք, որ փորձենք։ Հետո սկսեցինք կարդալ, զրուցել, քննադատել, իրար հետ վիճել, կռվել, հա, եւ վերջում ասացինք, չէ, պետք է նկարենք։ Ավելի շատ սկսեցինք վիճել այն մասին, թե ֆիլմում ինչպես պետք է Նարեկը կարդալ, որտեղ Նարեկը ամեն դեպքում մտքում կարդալու, հա, ինձ համար գոնե աղոթք է, էլի Նարեկը։ Հետո տարբեր մարդկանց հրավիրեցի, Արտուրը իհարկե գիտեի, որ կատարելու է այդ դերը, բայց ասացի ավելի ճիշտ է քաստինգ անել անպայման, հա։ Եկան մարդիկ, մեկը բանաստեղծություն էր կարդում, մեկը աղոթք էր կարդում, եւ այլն, նորից եկա Արտուրին ասեցի, չէ, մենք ճիշտ ենք, ես այդ էքսպերիմենտը արեցի, բայց մենք ճիշտ ենք, դու պիտի խաղաս եւ աղոթք պետք է լինի մրմունջի տեսքով։ Իհարկե վախենալու է, ցանկացած ֆիլմից առաջ ասում եմ, ես մտածում եմ, ես կարող եմ դրա տակից դուրս գալ, ես այդ գիտելիքը եւ ունակությունը ունեմ, բայց ընթացքում Նարեկի ժամանակ չեք պատկերացնի ինչ փորձություններ ենք ունեցել, ինչ լուրջ խնդիրներ ենք ունեցել։ Մենք օրինակ այդ օրինակը պատմել եմ շատ, որ շատ վառ օրինակ է։ Մենք նոյեմբեր ամսին Գեղարդ տաճարի մոտ նկարում ենք Բորոտի տեսարանը։ Նարեկացին ինչպես է Բորոտի գալիս, բուժում եւ այլն։ Ամպերը կուտակված, դե պատկերացնում եք, չէ, նոյեմբեր ու Գեղարդ։ Ամպերը կուտակված, մութ, սև, ժողովուրդը բոլորը մրսում են, պատրաստվում են, փնթփնթում են, օպերատորը Կարեն Ստեփանյանը ասում է, Արտակ ջան, չի լինի նկարել, ոչ լույս կա, ոչ բան կա, ասում պատրաստեք, գրիմ արեք բոլորին եւ այլն, ու ես այնտեղ քարանձավ էի մաքրում։ Մեր ազգը այնքան կեղտոտ է պահում մեր հայրենիքը, չեք պատկերացնի։ Այդ քարանձավը միջև մաքրել եմ ձեռքերով, չեք պատկերացնի ինչ վիճակ էր։ Երբ որ ամեն ինչը պատրաստ էին, բոլորը պատրաստ էին նկարահանումների, այդ ցենց կլոր մեր որտեղ որ մենք պետք է նկարենք, երկինքը բացվեց վերևից։ Արևի շողերը հենց ընկան այդտեղ։ Սկսեց թեթև չոր ձյուն, փոքր, ոնց որ մանանագար մեր վրա։ Ու բոլորը զարմացած ասում, զարմանալու ժամանակ չկա, մոտոր։ Սկսեցինք նկարել։ Նկարեցինք, տեսարանն ավարտեցինք, ավարտելուց հետո փակվեց, ու մենք հազիվ հասցրեցինք հավաքել եւ փախչել մեքենաները, այնպեսի ուժեղ անձրև սկսեց գալ։ Այդպեսի դեպքեր, այսինքն ես համոզված եմ, որ ինչ որ բարձր բան ինձ տանում է։ Ես որ նստում եմ սցենարներ գրելու, ես չեմ գրում։ Իմ ձեռքը գնում է, իմ ուղեղին կամ սրտին ինչ որ տեղից գալիս է։ Ես ինձ համարում եմ միջնորդ, հասկանում եք։ Եվ վերջին հարցը, որպես կինոռեժիսոր, ինչ երազանք կամ նպատակ ունեք։ Նպատակներ շատ ունեմ եւ նպատակներից ես գնում եմ առանց որևէ երազանքների, բայց իհարկե երազում եմ այս տարի գոնե խաղարկային ֆիլմերից մեկը սկսել եւ պետականություններից մի կամ երկու մաս գոնե նկարել։ Ես երազանքներ շատ ունեմ։ Իմ երազանքները բոլորը կապված են իմ հայրենիքի եւ իմ ֆիլմերի շուրջը պատտվում։ Երազանքը Արևմտյան Հայաստան նորից գնալը։ Դա առաջի երազանքն է։ Միշտ գնալ Արևմտյան Հայաստան, կարոտ առնել։ Ես առաջ անգամ երբ որ գնացի 2000 թիվներ, գիտեք, մեր տանը ոչ մեկ չի խոսել հայրենիքից, ցեղասպանությունից, որովհետև երևի ես գիտեմ, որ բոլորն են այդ ասում, որ մեր տանն էլ չի խոսվել, մեր տանն էլ այդ մարդիկ, որոնք վերապրել էին այդ ցեղասպանությունը, չէին պատմում, չէին խոսում այդ մասին։ Եվ ինձ համար Արևմտյան Հայաստանը ինչ որ եթերային բան էր, վերացական բան էր։ Բայց երբ որ մենք գնացինք եւ ես գնացել էի իհարկե նկարահանման, երբ որ դա միսուարուն առավ այդ Արևմտյան Հայաստանը, այդ երկիրը ու
ահռելի մասի սարի պես նստեց հոգումս, ու այդ ցավը էլ դուրս չեկավ երբեք իմ մեջից։ Իմ երազանքն է, որ մենք մեր երկրին, մեր հայրենիքին, մեր ազգին տեր կանգնենք։ Մենք զրուցում ենք կինոռեժիսոր Արտակ Ավդալյանի հետ։